Բարև ձեզ։ Իրանում և Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու գերլարված մթնոլորտը լուրջ սպառնալիք և մարտահրավեր են ոչ միայն այդ երկրի, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Աշխարհի փորձագետներն ու լրատվամիջոցները հղում անելով Սպիտակ տանը ահազանգում են մոտ օրերս ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներ հասցնելու մասին, եթե նրանց միջև ընթացող բանակցությունները ձախողվեն։ Իրանի գերագույն առաջնորդն էլ այդ սցենարի իրականացման դեպքում ԱՄՆ-ին սպառնում է տարածաշրջանային պատերազմով։ Պաշտոնական Թեհրանի բնորոշմամբ թե բանակցությունների, թե պատերազմի պատրաստ Իրանն այսօր դարձել է այն կռվախնձորը, որից ըստ փորձագետների կարող է սկիզբ առնել նոր ու լայնածավալ պատերազմ։ Աշխարհի գերտերությունների ներկայիս իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանին սպառնացող վտանգների մասին ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մելիքյան, Իրանին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները կարծես թե օդում կրակված խոսքեր չեն այս անգամ, այլ շատ իրական են։ Նահանգների ռազմածովային ու ռազմաօդային ուժերն արդեն կենտրոնացած են տարածաշրջանում, իսկ Սպիտակ տան աղբյուրներն էլ ակնարկում են Իրանի միջուկային և կառավարական օբյեկտներին հարվածելու համար։ Որքանով եք կանխատեսելի համարում վերջապես ԱՄՆ-ի կողմից այդ սանձազերծումը պատերազմի։ Նախ շատ ճիշտ նկատեցիք, իրավիճակը իսկապես գերլարված է և ես չեմ մտաբերում նախկինում այսպիսի լարվածության մակարդակ և լարվածության աստիճան, անշուշտ հռետորաբանության առումով շեշտադրումները ավելի բարձրացած են և մոտեցումներն էլ կարծես բերում են ճգնաժամային իրավիճակի, չնայած երկուստեք նկատելի են նաև մոտեցման դիվանագիտական գործիքակազմի կյանքի կոչելը։ Վերջին լուրերով, որքան որ ես տեղյակ եմ, կարծես նման համաձայնություն ձեռք է բերվել և առաջիկայում մի քանի օրվա ընթացքում, եթե չեմ սխալվում, օրն էլ նույնիսկ կա, փետրվար 9-ն էր կարծես ասվում, կլինեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտքոֆի և արդեն Փեզեշքյանի նախագահի, Իրանի նախագահի կողմից պատվիրակված արտաքին գործերի նախարար Արաղչիի միջև բանակցությունները, ինչպիսի արդյունք կունենան, ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ մինչև դա կշարունակվի նույն հռետորաբանությունը որոշակի այսպես ընդհատումներով, բայց իրավիճակը իսկապես գերլարված է և այս առումով ցանկացած զարգացում բացասական առումով, ես նկատի ունեմ հարվածների իմաստով, ուղղակիորեն բացասական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանի վրա, ի մասնավորի նաև Հայաստանի վրա, որքան էլ փորձենք մտածել, որ այդ բանը կարծես թե չպիտի կայանա, բայց այնուամենայնիվ դա ուղղակի ազդեցություն կունենա հենց Հայաստանի վրա և անվտանգային առումով և այն պատկերացնելի հնդհատսսներ հոսքերի առումով և այլն, այսինքն այս իմաստով լավ բան սպասել պետք չէ, դրա համար իմ հակվածությունն է այն, որ գուցե բանականությունը վերջիվերջո կհաղթանակի և ինչ-որ ընդհանուր եզրեր կգտնեն։ Եթե նկատել եք, այդ պատվիրակման հիմնական առանցքը և միտքը միջուկային զենքի շուրջ քննարկումներ են լինելու, ոչ ավել դրանից, այսինքն լիազորությունը Արաղչին ունենալու է միայն այդ առումով, ինչի մասին Իրանի նախագահը հայտարարել է։ Մի քիչ էլ համբերություն, փորձենք հասկանալ, թե զարգացումները ինչ ընթացք կունենան։ Իհարկե, մինչև փետրվարի 9-ը դեռ ժամանակ կա և իսկապես եթե հանդիպումն ու բանակցություններ իրականություն դառնան, լավագույն լուծումը կլինի, բայց չմոռանանք, որ Իրանը բազմիցս հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցել այս սպառնալիքների մթնոլորտում, ինչպես իրենք են ասում, որովհետև ըստ նրանց, եթե քննարկման առարկա պետք է դարձնել Իրանի պաշտպանական համակարգը, որում ներառված է նաև միջուկային համակարգը, ինչպես Արաղչին հայտարարեց, դա ԱՄՆ-ի և Իսրայելի համար պատրվակ է Իրանին թուլացնելու և առհասարակ տարածաշրջանում որպես տերություն քարտեզից հանելու։ Ինչ եք կարծում, Թրամփի վերջնական նպատակը իսկապես Իրանի վարչակազմի հեռացումն է և այո, նրան թուլացնելը։
Դատելով Թրամփի ընդհանրապես քաղաքականությունից ես կասեի բավական նախահարձակ կամ ագրեսիվ քաղաքականությունից, որ տնտեսական դիվանագիտության շրջանակներում է, ես չեմ բացառում, որ հետաքրքրությունները ավելի շատ տանեն օգտակար հանածոների դաշտ եւ Իրանի այդ ստրատեգիական պահուստը ինչ որ ձևով օգտագործելու կամ ներգրաված լինելու հանգամանքին։ Տեսեք, շատ հետաքրքիր ընտրություն է արված Ուիտքոֆի մասով, բանագնաց Ուիտքոֆի մասով։ Ուիտքոֆը մի քանի անգամ կարծես թե ապացուցել է իր հմտությունները բանակցելու, առաջին հայացքից ինքը բիզնեսմեն, բայց կարծես թե այդ հմտություններին բավականին լավ տիրապետում է, նյութին բավականին լավ տիրապետում է եւ վերջնարդյունքները ունեն դրական որոշակի այսպես ելքեր, ինչը որոշակի նաև հույս է տալիս, որ այս բանակցությունները, եթե շարունակական լինեն, հնարավոր է, որ ինչ-որ ընդհանուր եզրեր, ինչ-որ ընդհանուր եզրակացությունների փորձեն գալ, հակառակ պարագայում նորից եմ կրկնում, բավականին աղետաբեր կլինի այս անգամվա հարձակումը, որովհետև կարծես Իրանն էլ չի ընկրկում եւ իրենք էլ հոգեվոր առաջնորդի շուրթերով հնչեցրել են, որ իրենք շատ ամուր են կանգնած լինելու եւ իրենց կայացրած որոշումներն էլ վերջնական են լինելու։ Սա իսկապես լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ արդեն տարածաշրջանի մեծ տարածաշրջանի իմաստով, այստեղ Պարսից ծոցը կարեկեք չմոռանանք, այստեղ Թուրքիայի հանգամանքը կարեկեք չմոռանանք, վերջիվերջո Ադրբեջանի հանգամանքը կա, Ադրբեջանը նույնպես մտնում է այն երկրների ցուցակում, որոնք պոտենցիալ թիրախ կարող են հանդիսանալ իրանական հրթիռների համար, եթե ասենք տարածքները կամ օդային տարածքները հնարավորություն տան ամերիկյան կամ իսրայելական օդուժին այդ տարածքները օգտագործելով ռմբակոծել Իրանը։ Շատ չի մնացել, եկեք մի քիչ էլ սպասենք, այստեղ նաև մի հետաքրքիր ուրիշ հանգամանք էլ կա իրանական ռազմածովային ուժերի վարժանքները, հասկանում եք, ռազմական փամփուշտներով եւ զինանոցով, սա արդեն բավականին լուրջ հանգամանք է եւ դրա մասին ասել է նաեւ ամերիկյան կողմը, որ եթե վարժանք պիտի լինի, հանկարծ փորձ անգամ չարվի այս վարժանքների ընթացքում որոշակի այսպես սադրիչային գործողությունների գնալ։ Պարոն Մելիքյան, ինչ եք կարծում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի այդ պատասխան սպառնալիքը, որը վերաբերում էր տարածաշրջանային պատերազմին, կարող է որևէ կերպ հետ պահել նախագահ Թրամփին հետագա գործողություններից։ Տեսեք, այստեղ աշխատում են բավականին լուրջ ինստիտուտներ, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, ինչու ոչ, որոնք մշակում են տարբեր սցենարներ եւ այս սցենարները վերջնական հաշվով բնականաբար դրվում են Թրամփի տրամադրության տակ եւ ինքը իր շատ նեղ, այսպես ասած, կազմով պետք է ինքը որոշում կայացնի, թե հետագա քայլերը ինչպիսին են։ Այո, ծանրութեթևի շատ խնդիրներ կան եւ այդ սպառնալիքները անշուշտ չպատերազմի ինչ որ մաս են կազմում, այսպես մեդիա հարձակումների իմաստով, բայց այնուամենայնիվ գետնի վրա շատ լուրջ ծանրութեթևի խնդիր կա եւ այս իմաստով սցենարները մի քանիսն են, հիմա դրանցից որին անդրադարձ կլինի, աստվածտա ոչ մեկին էլ չլինի, եսի նկատի ունեմ, էլի գալիս եմ այն նույն թեմայի, որ ցանկացած այսպես խառնակցություն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի Հանրապետության վրա, ինչը լավ ելք հաստատ չի խոստանում։ Դրա համար այս իմաստով ապավինում եմ այդ բանակցային գործընթացին, դիվանագիտության ուժին եւ տեսնենք թե ինչպեսին կլինեն մթնոլորտը ինչպեսին կլինի եւ այդ մթնոլորտում այո, պիտի լիցքաթափվի։ Եթե մթնոլորտը լարված է, լարված մթնոլորտում անհնար է բանակցություններ վարել։ Ինչ որ լիցքաթափում պիտի լինի, որպեսզի մարդիկ կարողանան բավականին լուրջ ու կառուցողական նստել եւ փորձել հարցեր լուծել դիվանագիտական ճանապարհով։ Պարագայում լավ է փոքր ցնցումներ, որպեսզի լիցքաթափվի։ Պարոն Մելիքյան, թեև բազմիցս նախագահ Թրամփը Ադրբեջանի եւ Հայաստանի անունները շփոթում է, դա արդեն գաղտնիք չէ, բայց այստեղ նաեւ Թրամփի ուղի կա, որի համար բավականին գոնե այդպես երևում է շահագրգիռ է նախագահ Թրամփը։ Այս տարածաշրջանային պատերազմի ֆոնին
բնականաբար, որում կներառվեն տարածաշրջանի բոլոր երկրները, կարող է խափանվել նաև այդ ճակերտավոր խաղաղությունը, որը ուղեկցվում է Թրամփի ուղիով։ Սա կարծում եք որևէ կերպ կարող է նաև խթան հանդիսանալ Թրամփին, Խթան որպեսզի որևէ սանձազերծում չլինի պատերազմի։ Չեմ բացառում, որովհետև գիտենք նաև, որ ճիշտ նույն օրերին, եթե ես չեմ սխալվում, սպասվում է նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելությունը Հայաստան, հա։ Այսինքն սրանք զուգահեռ process-ներ են լինելու, շատ այսպես զուգադիպություն չասեմ, բայց շատ անակնկալ ձևով այդ այցելությունը պիտի լինի նաև Բաքու։ Ես կարծում եմ, որ սկզբնականում չի եղել նման նպատակ, բայց կարծես թե Դավոսյան որոշակի պայմանավորվածությունները եւ Ալիևի ունեցած այդ ինտենսիվ բանակցությունների արդյունքում այնուամենայնիվ որոշում է կայացվել, որ նաև Ջեյ Դի Վենսը պիտի գնա Բաքու։ Այսինքն ճիշտ նույն օրերին է, եթե որքանով որ հայտարարեցին, կարծես հենց այդ օրերին Վենսը պիտի այցելի նաև Հայաստան։ Ճիշտ եք, որ Միացյալ Նահանգները այսպես բավականին ինտենսիվ ձևով փորձում են առաջ տանել այս թրիփի գաղափարը, այսինքն սա որոշակի ենթադրում է նահանգների ներգրավվածություն նաև ռազմավարական առումով Հայաստանում, իսկ Հայաստանը ուղղակիորեն սահմանակից լինելով Իրանում, բնականաբար այս գործոնը չի կարող տեղ չգտնել ապագա բանակցություններում եւ ինչ որ ձևով պաշտպանվածության հարց պիտի կարողանա այստեղ բարձրացվել։ Այո, այդ իմաստով չէի ասի, որ դա է պատճառը լինելու, եթե Աստված տա չսանձազերծվի նման հարցակում, այնուամենայնիվ ինքը որոշակի կյանքի իրավունք ունի, որտեղ ռազմավարական առումով ինքը այլևս իրենից բավականին հետաքրքիր այսպես օբյեկտ է ներկայացնում։ Եսի նկատի ունեմ հենց թրիփը։ Պարոն Մելիքյան, այս օրերին Թուրքիան իբրև խաղաղության մեծ կողմնակից հասցրեց իր միջնորդական օգնությունն առաջարկել, որպեսզի բանակցություններ կազմակերպի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ադրբեջանն էլ հայտարարեց, որ թույլ չի տա իր օդային ցամաքային տարածքն օգտագործվի հարվածներ հասցնելու համար Իրանին։ Փոխարենը Հայաստանը թեև ոչ բացահայտ, բայց հակաիրանական տրամադրություն է ստեղծում, ինչին արդեն բացաբար անդրադարձել է մեր երկրում Իրանի դեսպանը։ Ինչ է կարծում, ուր է գլորվում կամ գլորվելու այս խճճված կծիկը եւ ինչ նոր հարաբերությունների կառուցում կամ գուցե փլուզում է ենթադրում։ Նախ կանք Թուրքիային ամեն անգամ ցավում եմ դրա մասին բարձրաձայնելուց, բայց փայլուն դիվանագիտություն են վարում։ Եվ այո, շատ ճիշտ նկատեցիք, հասցրեցին, բերեցին նրան, որ անպայման այդ ամեն ինչը կայանա հենց իրենց հողի վրա։ Ցույց տալով, թե որքան շահագրգիռ են, որ որևէ ձևով այն բալանսը գոնե որ որոշակիորեն ստեղծված է, եսի նկան թուրք-իրանական, եթե կուզեք Ադրբեջանը, որտեղ Հայաստանը շատ վաղուց կորցրել է իր սուբյեկտայնությունը, այստեղ թմբուկ են խփում, ապարում են, երազների մեջ են, երջանիկ են, ապագան բերել են արդեն այսօրվան եւ սա ուղղակի ոչ միայն ցավ է առաջացնում, սա մեր խայտարակություն է առաջին հերթին։ Այո, Թուրքիան ձգտեց շատ ինտենսիվ ձևով, մաքոքային նաեւ եղանակով ազդեց process-ի վրա եւ բերեց նաեւ իր դաշտ, որպեսզի հենց իր հողի վրա լինեն այս գալիք բանակցությունները, հա։ Ադրբեջանը շատ շտապ հավաստիացրեց, որ օդային տարածքը չի օգտագործվելու Իրանի դեմ, իհարկե սրանք առասպելաբանության ժանրից են, որ պահին որ պետք լինի, իրենք այդ տարածքը միանշանակ կտրամադրեն, այնպես չի, որ իրանք տես լուրջ գործոն են դարձել եւ կարող են առանց այսպես ավելի մեծերի ազդեցության որոշումներ կայացնել, բայց արտահայտվեցին, հասկանում եք, դիրքորոշում հայտնեցին։ Երկուսն էլ առաջին հայացքից այսպես ավելի իրանական շահերից բխող հայտարարություններ։ Հայաստանից ձայն բարբարո հանապատի։ Եվ այս իմաստով, այսինքն պարսիկները շատ իմաստուն ժողովուրդ են։ Եվ այս ճգնաժամային պայմաններում իրանք երբեք չեն մոռանում, թե ինչպես են իրենց դրսևորել
կամ իրավիճակային դաշնակիցները կամ ուղղակի հարևանները։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ մանրակրկիտ ձևով ամեն տառը եւ ամեն արտաբերած հայտարարություն իրենք ուսումնասիրում են։ Եվ սա էլի լավ տեղ չի տանելու։ Հասկանում եք, սա անտեսման նաև քաղաքականության որոշակի դրսևորում կարող է լինել ապագայում, եթե խաղաքարերը այնպես դասավորվեն, որ Իրանը մի քիչ ավելի շունչ առնի եւ կարողանա փորձել քաղաքականությունը մի քիչ վերափոխելու կամ մոտեցումները վերափոխելու արդյունքում որոշակի դիվիդենդներ շահել, Հայաստանը այստեղ չի լինելու, իսկ եթե լինելու է բացասական իմաստով։ Սա ցավալի իրականությունն է մեր եւ մեր դիվանագիտության խղճուկ վիճակը կամ խղճուկ դիվանագիտության վիճակը, թշվառ դիվանագիտության մեջ չեզոք դիրքով հանդես գալը միշտ չէ որ շահեկան է։ Շահեկան է այն պարագայում, եթե դու ուզում ես անպայման արտահայտել քո դիրքորոշումը, քո քաղաքական տեսակետը, բայց գիտեք որ պարագայում, որ դու ասենք առնչություն չունես ոչ տարածաշրջանի հետ, ուղղակի ասենք ունես այդ երկրի հետ լավ առևտուր չեմ, լավ բարի դրացիական հարաբերություններ, քո անմիջական հարևանն է, ստրատեգիական առումով լրջագույն մի կետ է քո վաղվա օրվա համար եւ քո գործիքակազմի լրջագույն, այսպես ասենք, գործիքներից մեկը եւ դու լռում ես կամ խոսելուց անատամ ես ասում ինչ որ ասում ես կամ ինչ որ հիշեցնում ես կամ հղում ես արել նախկինում, որ մենք մեր Իրանի գործընկերներին բազմիցս նշել ենք, ասել ենք եւ այլն եւ այլն։ Դա խոսքով չի միայն լինում, հասկանում եք, դիվանագիտությունը նաեւ գետնի վրա է ապացուցվում, քո արած քայլերով է նաեւ ապացուցվում, քո ձեռնարկած մոտեցումներով է նաեւ ապացուցվում։ Եթե այլաբանորեն արտահայտվենք, չի կարող հարևանի ճաքած հատակը որևէ կերպ, որը քո առաստաղն է, քեզ չվնասել։ Այս տրամաբանությամբ պետք է միանշանակ գլխի տա փլվելու վաղ թե ուշ, եթե հարևանիդ մոտ չկան հաշվարկներ, եթե ինքը նույնիսկ որոշակի բարենորոգումների մեջ է մտնում եւ այդ բարենորոգումների արդյունքում հաշվարկը չի անում, թե շենքը ինչպես է կառուցված, անպայման այդ առաստաղը կփլվի։ Իսկ երբ որ փլվում է, ավելի մեծ վնաս է տալիս տակը ապրողին, քան հենց այդ նույն հարևանին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Մելիքյան, ձեզ շնորհակալություն սիրելի հետևորդներ, մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ մեր տաղավարում դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։